գործում եք մարդկանց տեղեկացնել ապահովագրության մասին, փաթեթին, բայց բացվում է ձեր հրապարակած տեսանյութերից, որ ինձ համար պարզ դարձավ, որ փաթեթը ձեր բերելով ամբողջ ծավալից չեն կարողանում քաղաքացիներ օգտվել։ Հիմա դա որքանով է վճարել եւ հարկ եղած դեպքում կոնկրետ ծառայություն չստանալու։ Տեսեք, այսօր էլ ընդհանրապես ապահովագրական փաթեթները իրենք որոշակի ծառայությունների շրջանակ են ծածկում եւ որևէ համակարգ չի կարող որևէ ծառայություններ բաց չթողնել։ Մեզ համար շատ կարևոր է, որ հստակ լինի, թե որ ծառայություններն են փաթեթի մեջ ներառվելու եւ այո, ճիշտ եք ասում, հանրային իրազեկման մասը մենք եւս շատ կարևորում ենք, որ ամեն ինչ լինի թափանցիկ եւ հասկանալի, որ ինչպիսին է լինելու փաթեթը եւ այդ փաթեթում ես ձեզ վստահեցնում եմ, այն հիմնական բեռը, որ այսօր մեր ժողովուրդը կրում է եւ ֆինանսապես բարդ իրավիճակի առաջ է կանգնում, երբ որ կարիք ունի վիրահատություն ունենալու, դեղորայք գնելու, այս փաթեթը այդ բազային կարիքները բավարարելու է։ Այնինչ, գիտեք, ամեն օր բժշկագիտությունը զարգանում է եւ իհարկե կլինեն ծառայություններ, որոնք որ այս ապահովագրական փաթեթից դուրս կլինեն եւ սա կլինի հենց մասնավոր ապահովագրական ընկերությունների համար կարևոր դաշտ փակելու այդ հավելյալ ցանկությունները, ծառայությունները եւ այլն եւ այլն։ Նարեկ ջան, եւ հարցին էլ ես օրինակ էի բերել, բայց կարծեմ մի փոքր շփոթություն կար, տպավորություն ստեղծեց, որ միայն այդ օրինակներն են, որ փակվելու են, դրանից դուրս բան չի փակվելու։ Ոչ, հստակ լինելու է ցանկ ծառայությունների եւ այդ ծառայությունները արդեն ներառված լինելով փաթեթի մեջ ապահովագրության կողմից փոխհատուցվելու են։ Դե գիտեք, որ աշխատանքները ընթանում են, թե ազգային ժողովում ենք ունեցել վերջին 2 շաբաթվա ընթացքում երևի 4 հանդիպում ենք ունեցել մեր ազգային ժողովի գործընկերների հետ, առաջիկայում էլ կունենանք եւս մեկը, երկուսը եւ կառավարությունում ուրեմն արդեն այսպես նրանց հետ էլ ամբողջացնելուց հետո մեր դիտարկումն է, որ պիտի մտնի կառավարության նիստ։ Ինչու է հրապարակությունից դա Զորակոչի փորձաքննությունների մասով, այո, 2 պիլոտ ենք իրականացնում, 2 մարզերում, ուրեմն Լոռի եւ Շիրակը, փոխգործակցության սկզբունքով Գյումրու բժշկական կենտրոնի եւ Վանաձորի բժշկական կենտրոնի միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որպեսզի մեր զորակոչիկները ստիպված չլինեն գալ հասնել Երևան, այստեղ օր, գումար եւ այլն հավելյալ ծախսեն եւ անցնեն համապատասխան բժշկական փորձաքննությունները։ Մենք գնահատել ենք կարողությունները, թե սարքավորումների եւ թե մասնագիտական եւ մոտեցնում ենք ծառայությունը նաեւ մեր զորակոչիկներին։ Եվ հաջող ընթացքի պարագայում այս 2 մարզի ապակենտրոնացման պարագայում նաև հետագայում կտեսնենք արդեն ընդհանուր ինչպիսի փոփոխություններ կիրականացնենք։ Ես կարծում եմ սա շատ կարևոր է։ Գիտեք ինչի, որտեղ շատերը անցնում են համակցված հետազոտություններ։ Պետք է առավոտ շուտ գալ, սոված լինել, մյուս հետազոտությունը մեկ այլ պահանջ է իրենից ներկայացնում եւ դրա համար մոտեցնել մարդուն իր բնակության վայրում այդ փորձաքննությունները անցնելը, ես կարծում եմ կարևոր քայլ կլինի։ Բայց իհարկե լինելու ենք խստապահանջ եւ մենք անմիջական աշխատում ենք մեր բժշկական կենտրոնների հետ, որովհետեւ այստեղ բացի մասնագիտական գիտելիքներից շատ կարևոր է նաեւ փորձագիտական մասը եւ պիտի որ ամեն բան հաջող անցնի։ Լիքի նախարար դուք եւս Փաշինյանի ու ԿՊ-ի մյուս կպարտարների հետ գնացել եք Գյումրի, նախընտրական դրամատրություններ տիրում այնտեղ, դուք այնուամենայնիվ ղեկավարում եք մի ոլորտ, որը պետք է լինի ապաքաղաքական, բայց ձեր ներկայությունը ԿՊ-ի նախընտրական ելույթների եւ այլն ըստ էության ազդակ եւ ոչ չի ուժ աշխատողներին նաեւ որոշակի առումով կա նաեւ հանդիսային եւ տեխնացիների կողմից, որ ըստ էության ուժ հաստատությունների ներկայացուցիչներին հրաժարված է գնալ եւ օրինակ Գյումրիում ընտրել իրենց սարքին։ Վայ, այդ անձինք, ովքեր որ այդ ուրեմն մտավախությունները ունեն, ես նախ հորդորում եմ շատ հրատապ կերպով այդ բոլոր մտավախությունները հայտնել իրավապահ մարմիններին եւ չվերագրել անձանց մի բան, որի մեջ իրենք շատ լավ մասնագիտացված են եղել եւ թե Կիրակի օրն եմ գնացել Գյումրի ոչ աշխատանքային օրվա ընթացքում եւ այո մասնակցել եմ դրամահավաքի եւ
կներեք, նախարարը եւ կառավարությունը քաղաքական հենց մարմին են եւ չեն կարող լինել ապաքաղաքական։ Բացառվում է նման հրահանգ, որևէ ուղղորդում, որևէ բան, որտեղ դրա կարիքը չկա էլ։ Ինչի որտեղ ձեր սարիկի ընդունելու են, հա։ Ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը այս տարիների ընթացքում բավական ձեռքբերումներ ունի, որոնք պիտի ներկայացնի մեր նաև քվեարկողներին, պիտի անի աշխատանք, որը անում է, եւ վստահ եմ, որ այս ուրեմն կարևոր գործը ներկայացնելով եւ նաեւ ներկայացնելով թե ինչ է արվելու Սարիկ Մինասյանի հաղթանակի պարագայում, ես կարծում եմ, որ Գյումրեցին իր ձայնը որոշիչ կտա ԿՊ-ին եւ Սարիկին։ Դուշինլակները մարզպետարաններից հանեցիք նախարարության երկնակայության զարգացրեցիք այս ընտրություններին եւ 26 ընտրություններին ստավեր։ Տենարիկ ջան, եթե այդպես լինի, պիտի ասեք ինչու եք ապահովագրության մասին այսօր խոսում, որտեղ դա Գյումրու փառաքարի ընտրությունների հետ ինչ համատեքստ ունի։ Տեսեք, մենք ամեն օր ինչ որ մի բարեփոխում անում ենք։ Իհարկե մեր մարզերն էլ դրա շրջանակներում ունենում են որոշակի բարելավումներ եւ վստահ եմ, որ այս մարզային կենտրոնների փոխանցումն էլ առողջապահության նախարարությանը եւ շատ ավելի կարևոր կտորը կառավարման մոդելի բարեփոխումները պիտի տան իրենց արդյունքները եւ այս կենտրոնները շատ ավելի գրագետ ֆինանսատնտեսական կառավարում իրականացվի, զարգանա եւ այլն եւ այլն։ Տիկին նախարար, դուք վերջերս մարզային ԲԿ-ներ այցեր եք կատարել, եղել եք Չարենցավանի ԲԿ-ում, մյուս ԲԿ-ներ ոնց որ էլի շա մարզում։ Ինչ հետաքրքիր նախիջ պատկեր եք արձանագրել եք այս Չարենցավանի ԲԿ-ում եւ առասարակ մարզային ԲԿ-ների մատուցածառայությունների որակը ձեզ գոհացնում է, թե ոչ, ստացեք հետո։ Գիտեք, ընդհանրապես դժվար է այսպես ընդհանրացումներ անել եւ գնահատական տալ մարզերին կամ կոնկրետ բժշկական կենտրոնի ամբողջական որակին։ Եվ այո, ճիշտ եք ասում, վերջերս եմ եղել ուրեմն Չարենցավանում, նախ որովհետեւ իմ արժեվ դրել եմ խնդիր այս տարի համապատրաստից, այսպես ասեմ, այցեր իրականացնել կոնկրետ մարզային կենտրոններում, հասկանալու թե սովորական աշխատանքային օրվա ընթացքում ինչպես են process-ները կազմակերպվում եւ ինչ խնդիրներ կան, որոնք որ մենք այսպես ավելի պաշտոնական այցերի շրջանակներում գուցե չենք նկատում։ Եվ այո, հիմա կշարունակեմ։ Եվ ուրեմն երկու նպատակ ուներ, նախ գիտեք, մեր կապիտալ ծախսերով այնտեղ իրականացված շինարարությունը արդեն ըստ էության ավարտվել է եւ ուզում էի հասկանալ այդ ուրեմն նոր տարածքների օգտագործման շատ ավելի արդյունավետ պիտի ձևաչափ գտնենք, այնտեղ բժշկական ծառայությունների որոշակի հատվածը պետք է փոփոխությունների արդյունքում այս նոր տարածքում տեղավորվի, որպեսզի նաև չստացվի, որ տարածքները չեն ծառայում իսկապես բժշկական օգնության որակի բարձրացմանը։ Պետք է ասեմ, որ աշխատանքային մի քանի ուրեմն կարևոր հարցադրումներ էլ կար, այնտեղ գիտեք տարածքում կա մի այսպես սքոսրահ, որը որ նաև քաղաքացիներն էին բարձրացրել, որ բժշկական կենտրոնից նման ուրեմն ծառայության ականատես լինելը անընդհատ, կարծում ենք ճիշտ չի, հանձնարարել են, որպեսզի գտնեն լուծում այդ սեփականատիրոջ հետ ճիշտ պատնեշավորելու եւ փակելու բժշկական կենտրոնից դրա Երևանը, էլի մի քանի աշխատանքային կոնկրետ խնդիրների մասով տվել եմ հանձնարարություններ եւ շարունակական հետեւելու եմ։ Որ սպասարկման որակն է, ինձ հետաքրքիր կներեք, որ անձնապես օրինակներ են, բայց դուք ձեզ կամ ձեր հարազատին կողորտեք մարզային որևէ փոքր ինքը Չարենցավանը, Հրազդանը, Աշտարակը, Եղվարդը, Սևանը, օրինակ սոնոգրաֆիա անցնելու։ Միանշանակ, այո, իհարկե կան ծառայություններ, այո, Վահե ջան։ Ես ձեզ օրինակ չէի, օրինակ Չարենցավանում կամ Հրազդանում սոնոգրաֆիա անցնել, որտեղ տեսեք, ներողություն, որտեղ կարող է սոնոգրաֆիստը նայի եւ կարծի, որտեղ օրինակ, գիտեմ, երի կամ փող կամ լիարժ չունեք, բայց բնականաբար ունեք եւ նորմալ գործում։ Դե այդ բոլոր դեպքերն էլ եւ իմ հարազատը եւ ես պիտի առնչվենք նաեւ որպես Հայաստանի քաղաքացի եւ եթե կա խնդիր բարձրացնենք եւ լուծումներ պահանջենք։ Սա որպես քաղաքացի եմ ասում ձեր նշած հարցի կոնտեքստում։ Իսկ մյուս առումով, այո, ես կարծում եմ, որ այսօր մեր մարզային բժշկական կենտրոնները վերջին տարիներին շատ մեծ զարգացում են ապրել։ Եվ օրինակ, Գյումրու բժշկական կենտրոնը եւ Վանաձորի բժշկական կենտրոնը այսօր ստրոկ ծրագրի մի մաս է կազմում, որը բավականին բարձր ուրեմն հմտություններ, գիտելիքներ պահանջող ծառայություն է եւ ես
հպարտ եմ դրա համար։ Հաջորդիվ, իհարկե այս գործընթացը շարունակական է եւ բժշկական օգնության որակից ես եթե վերցնենք, մենք Երևանն էլ չենք կարծում, որ հասել ենք մեր թիրախներին։ Իհարկե չենք հասել։ Եվ սա անընդհատ process է, որ եւ թե Երևանում եւ մարզային կենտրոնների բուժօգնության որակը պիտի փոխվի։ Քննադատում եմ, որ մարզային բուժ կենտրոններում նորմալ մասնագետներ չկան, որովհետեւ նախարարի թվերը հիմա չեմ հիշում հրամանի անունները, համարները, X2 հրաման, այդ հրամանների պատճառով նաև նորմալ վարձատրության մեխանիզմ չի դրված, որպեսզի կարողանան բարձրակարգ մասնագետներ բարձրաշխատավորված գտնել եւ տանել մարզերում աշխատելու։ Դրա համար, ասենք, գիտեմ, մարդիկ կարող են օրինակ խատավի կամ կանաչի ծախող աշխատել ավելի հեշտ, քան ասենք վիրաբույժ որոշ բկներում կամ ասենք սոնոգրաֆիայում։ Ուրեմն մեր պետական քաղաքականությունն է, որ ծառայությունների ծավալը պետական պատվերով ընդլայնվի եւ դա առաջինը հենց շատ կարևոր է մարզային բժշկական կենտրոնների համար, որ հասանելիությունը բուժօգնության մեծանա, որտեղ մարզային մեր բնակչության համար ուրեմն վճարունակության խնդիրը շատ ավելի սուր է դրված, քան թե Երևանում, եւ սա օգնում է, որ ծավալը մեծանալու պարագայում վերանայվեն նաև աշխատավարձերը։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ լավ կառավարման արդյունքում հնարավոր է հասնել նաև բուժաշխատողների աշխատավարձերի վերանայման եւ մենք դրան շատ լավ օրինակներ ունենք հենց մարզային բժշկական կենտրոններում։ Կոնկրետ բժշկական կենտրոնը։ Այստեղ արդեն դեր պատասխանատվությունը մեծանում է, չէ՞։ Այո, իհարկե։ Հիմա գուցե արդեն դուք պետք է լավ կառավարեք, որ այդ աշխատավարձերն բարձրացնի, ոչ թե շուկայի տնօրենը։ Դե հարցը անտեղին է եւ կարծում եմ հենց դուք լավ կառավարում նկատում եք հիվանդանոցների տնօրենները, թե նախարարությունը։ Բա ով է կառավարում հիվանդանոցը։ Բժշկական կենտրոնը ով է կառավարում, կոնկրետ կազմակերպությունը ով է կառավարում։ Իրենք ուղղորդում են նաև նախարարությունը Իհարկե, իհարկե։ Դուք այդ հրամանները փոխում։ Եվ մենք էլ քաղաքականությունը շարունակաբար տանում են դրան, որպեսզի ավելի մեծ ռեսուրսներ ուղղվեն բժշկական կենտրոններ, սարքավորումներով հագեցվեն, որ ձեր ասած նույն բարձրակարգ մասնագետները կարողանան իրենց ուրեմն բժշկական գիտելիքներն ու հմտությունները ճիշտ կիրառեն։ Տիկին նախարար, լավ, դուք ամեն դեպքում այդ կադրային բազային մասով ձեզ մտահոգ չի մտահոգում, որ իսկապես կան բժիշկներ, որոնք չեն տիրապետում իրենց մասնագիտությանը։ Օրինակ ավտովթարից ծանր վիրավորված քաղաքացուն տանում են Հրազդանի բժշկական կենտրոն, ինձ այդպես են ասել, այսինքն զրպարտան կանգած չունի, ես աշխուժ չեմ տեսել, բայց ասացին, որ այդ մարդու մոտ լիարդը պատրված է եղել ավտովթարից, այդ մարդիկ բժիշկը Հրազդանում չեն տեսել, որ լիարդը պատրված, ուղղակի են Երևան արդեն ուշ է եղել։ Ձեր այս կոնկրետ, եթե կոնկրետ ունեք որոշակի դեպք, որի մասին բարձրաձայնում եք, պետք է տաք մեզ, մենք էլ կոնկրետ այդ մասերով զբաղվենք։ Տեսեք։ Ավելի վաղ աշտարակում է նման դեպք եղել մի Դե գիտեք հիմա ինչ նման դեպք, ինչ դեպք, եթե կոնկրետ բժշկական կենտրոնը չունի տվյալ ծառայությունը մատուցելու ուրեմն աստիճանը, այո, պետք է ուղղորդի Երևան, բայց պիտի հասկանալ ձեր կոնկրետ դեպքն է։ Խնդրեմ տվեք կոնկրետ դեպքը, մենք կհետևենք։ Ես կխնդրեմ ընդհանրական գնահատականներ չտալ, այո, ինչպես բոլոր ոլորտներում են, մենք ունենք եւ շատ լավ մասնագետներ, եւ միջին մասնագետներ, եւ մասնագետներ, որոնք կարիք ունեն իրենց գիտելիքներն ու հմտությունները բան անելու, բարձրացնելու։ Եվ այստեղ գիտեք ինչն է կարևոր, որ Հայաստանի Հանրապետությունում բժշկի լիցենզավորման ինստիտուտը, որը 2000-ական թվականներին հանվեց, նաեւ դրա արդյունքում է, որ շատ բարդ է կոնկրետ բժշկի կողմից ոչ քրեական գործի շրջանակներում, բայց նույն մասնագիտական բաց թողումների մասով հստակ փոփոխությունների հասնել։ Բայց մենք այդ օրենքը արդեն ընդունել ենք եւ մասնագիտական լիցենզավորման պահանջը 2025 թվականից մտնում է փուլային կգնա 3 տարվա մեջ կներդրվի եւ սա էլ կնպաստի, որպես մենք մեր համակարգում որևէ ուրեմն բժիշկ չունենանք, որը բավարար գիտելիք ու հմտություն չունի։ Ես հիմա այդ կայացնելը բանում չեմ տա, բայց մարզային բկներից մի բժիշկ կա, որ քրեական գործածություն հիշեցի, որ այս բանի քրեական գործում թմրանյութը օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկել ձեռքբաց ավելու էլի շարունակ աշխատել։ Խնդրեմ էթիկայից ելնելով ճիշտ է կամ չեք հնչեցնում, բայց ինձ փոխանցեք, ես անպայման կզբաղվեմ դրանով։ Մի բան էլի մտահոգող հարց։ Տիկին Ավանեսյան, ինձ տեղեկություն հասավ, որ Երևանում գործող West Life բժշկական կենտրոնը շորսվերային համագործակցության ժողովրդական լեզվով ասած ատկատի մեջ է գտնվում որոշ մարզային բկների հետ շտապօգնության մասով, որ շտապօգնության մեքենան գնում է կանչով օրինակ ռեանիմոբիլը մարզային բկերից պացիենտները տեղափոխել Երևան, միանգամից տանում West Life։
էլի որպեսի անիրավի մեղադրանք չլինի, ես ուղղակի ես խնդրում եմ դուք նախ ասեք տեղեք եք թե ոչ կամ գուցե ուսումնասիրեք հետո ասեք։ Մենք ընդհանուր առմամբ խնդիրները այստեղ արձանագրում ենք, այո, որ բժշկական ուրեմն կենտրոններ որոշակի ուղղորդվածություն լինում է շտապօգնության կողմից եւ այստեղ մենք թվայնացման գործընթացը պետք է ավարտին հասցնենք, որպեսզի բացառենք նման դեպքերը, այսինքն կախված ծառայությունից եւ ուրեմն աշխարհագրական դիրքից մոտակա լինելու հանգամանքից պետք է հիվանդը տեղափոխվի կոնկրետ բժշկական կենտրոն, եթե ինքը իր ցանկությամբ այլ բան չի ուզում, որի համար նաև վճարում է։ Ձեր ասած կոնկրետ դեպքով ես մի հատ կհասկանամ դժգոհությունները ինչումն է եւ վերլուծությունը, շատ լավ, շատ լավ։ Տեսել եմ, որ շտապօգնության վարորդը քշում է best life, ասել են ինչու տեղ են գնում։ Ասել են չէ, մենք դες սպասում ենք օրինակ Երևանում հարազատները, ասել են Երևանում։ Չէ, այստեղ տեսեք, եթե best life-ը գտնվել է ամենամոտ աշխարհագրական դիրքում եւ այդպես պետք է արվեր, դա մի սցենար է, բայց եթե best life-ի, չէ, կներեք, եթե Երևանու բժշկական կենտրոնի կողքից տանում են best life, սա իհարկե սխալ գործառույթ է։ Բայց դուք ամեն դեպքում անպայման մանրամասները կճշտենք, կհասկանանք ինչն է։ Մաֆիայի գործում բժշկների միջև գիտեմ։ Այսքանն էր հարցերը։ Դուք որոնեք best life-ի տնօրենին հանդիպեք հարցնում եք։ Վստահաբար։ Բայց դա չի իմ գործիքը, որ նրան հանդիպելուց հարցնեմ, այլ շատ ավելի այլ գործիքներ կան, որ կճշտենք։ Միանշանակ, իհարկե, եւ մենք եւ մեր իրավապահ գործընկերները, տեսչական մարմինները միանշանակ միասնաբար պետք է այս բոլոր խնդիրները վերհանված, հետեւողական գնանք հասկանանք ինչու՞ն է խնդիրը կա եւ եթե կա, պատասխանատվության ենթարկվեն։